Շներ շանգյալներ, հարգելի կաշառառուներ, իմացաք ձեր մասին ինչեր են խոսում ձեզ կաշառք տվողները։ Երկրորդ խումբը Պոշաներն են։ Մենք Գյումրիում ունենք Պոշի մայլա, այնտեղ Պոշա չի մնացել եւ չի էլ կարող մնալ, ինչու, որովհետեւ Պոշա տարբեր քաղաքներում կան։ Պոշա հայացած կնչուներին են ասում։ Կնչուները թափառաշրջիկ են, ինչպես գիտեք, դա վատ բան չէ, աշխարհում լիքը թափառաշրջիկներ կան, պատահում է, բայց եւ երբ ինչ-որ միտեղ մնում են արմատներ են գցում, ամուսնանում են այդ մարդիկ, այդ էթնոսի, այդ ազգի, այդ միջավայրի հատկանիշներն են սկսում կրել, իրենց մշակույթն են հաղորդում, որ ասում ենք ինչ է անունը հայացած կնչուներ կամ թափառաշրջիկներ, չմտածեք, թե այդ մարդիկ իրենց մշակույթը չունեն։ Եվ այդ Պոշաները հայացած կնչուներ են ասում, շատ հաճախ լոմեր են ասում, լոմ բառն էլ է օգտագործվում, լինգը չէ, ռուսերեն լոմը չէ։ Մեր հայրենակիցները այստեղ Հայաստանում քաղաքացիների մեջ մենք ունենք հայացած կնչուներ, ոչ մի ամոթ բան չկա այդտեղ, ես ազնվորեն համարում եմ մեր հայրենակիցները, բայց ոմանք ինչ որ կենթանիներ, որոնց դուրը չի գալիս, որ ինչ կաշառք վերցնող մարդիկ, գուցե իրենց հակու կապով, գուցե իրենց նիստ ու կացով, գուցե խոսելով, գուցե ծամոն ծամելու աննախադեպ կամ անզնուրած մշակույթով դուրերը չի գալիս, որտեղ մշակութային բան կա, դիսոնանս կա, բախում կա, արժեքների դդխկոց կա, էլի, այդտեղ այդ մարդկանց կոչում են Պոշաներ, հասկանալի է նեգատիվ մեկնությամբ այդ բառի։ Գյումրիում մենք նաև օգտագործում ենք մի ուրիշ բառ, ջինդար բառը, որը ինչ որ միտեղ համահունչ է Պոշա բառի հետ, բանը ուզվոր, ժլատ, վերցնող ետ չտվող, այս տեսակ բաներ կան, այսինքն պատրաստ եղեք, որ մեզ ամեն օր մի նոր անակնկալ է մատուցելու քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն, տեսնենք, իմանանք ինչ կա մեր սիրելի հեղափոխական հայրենակից, այն որ բոլորը մասնակցել էին հեղափոխությանը, բացի մի 80 հոգուց, հոգում սրտում եւ ոնց են այս մարդիկ տենչում այդ այլանդակ մեթոդների վերադարձը եւ կիրառումը հայոց քաղաքական կյանք։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։